Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Նա ասաց. մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագավորությունը ստանալու եւ վերադառնալու համար։ Եվ կանչելով իր ծառաներին նրանց 10 մնաս տվեց եւ ասաց. շահարկեցեք դրանք մինչեւ որ գամ։ Բայց նրա համակարգացիները ատում էին նրան։ Պատգամավորներ ուղարկեցին նրա ետևից եւ ասացին. մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի։ Եվ ազնվականը վերադարձավ իր թագավորությունը ստացած եւ կանչեց այն ծառաներին, որոնց տվել էր դրամը, որպեսզի իմանա, թե ով ինչ էր շահել։ Եվ եկավ առաջին եւ ասաց. Տեր, քո մեկ մնասը 10 մնաս բերեց։ Եվ Տերը նրան ասաց. ազնիվ եւ բարի ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր 10 քաղաքների վրա։ Եկավ երկրորդ եւ ասաց. քո մեկ մնասը 5 մնաս բերեց։ Տերը նրան ասաց. դու էլ 5 քաղաքների վրա։ Մյուսն էլ եկավ եւ ասաց. Տեր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարված պահում էի, վախենում էի քեզանից, որովհետև խիստ մարդ ես, վերցնում ես ինչ որ չես դրել, հնձում ես ինչ որ չես սերմանել, եւ Տերը նրան ասաց. հենց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհավատարիմ ծառա։ Գիտեիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ ինչ որ չեմ դրել, հնձում եմ ինչ որ չեմ սերմանել, ապա ինչու իմ դրամը լումայափոխներին չտվեցիր, որպեսզի ես գալով տոկոսներով միասին պահանջեի այն։ Եվ սպասավորներին ասաց. վերցրեք դրանից մեկ մնասը եւ տարեք տվեք նրան, ով 10 մնաս ունի։ Եվ ծառաներն ասացին նրան. Տեր, արդեն նա 10 մնաս ունի։ Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով որ չունի, պիտի վերցվի եւ այն, ինչ որ ունի։ Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ նրանց վրա, բերեք այստեղ եւ սպանեք իմ առաջ։ Եվ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղեմ ելնելու համար։ Այս պատմությունը, որ կարդացի Ղուկասու ավետարանից, վերնագրված է 10 մնասների առակ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս պատմեց 10 մնասների առակը։ Բնական է, որ առակների միջոցով մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ կարևոր պատգամներ կամ խորհուրդներ կամ ուսուցումներ էր անում։ Մեկնիչներն ասում են, որ 10 մնասների առակը Աստծո առաջ կանգնելու վերջին դատաստանի եւ պատասխան տալու մասին է։ Մի ազնվական մարդ ասում է, գնում էր հեռու աշխարհ թագավորությունն առնելու, այսինքն թագավորություն ստանալու, թագավորական օծում, պատիվ ստանալու եւ վերադառնալու համար, եւ ասում է ծառաներին բաժանեց արծաթ, մնաս։ Ինչի համար։ Չասեց առեք կերեք խմեք, ասեց առեք սրանք շահարկեք, այսինքն գործ արեք սրանցով ավելացրեք, շատացրեք։ Եվ ինքը գնաց։ Մեկնիչներն ասում են ազնվական մարդը մեկն է, մեր Տեր Հիսուս Քրիստոս, ուրիշ ազնվական մարդ չկա։ Եվ Քրիստոս մեզ տվեց աստվածային շնորհներ, աստվածային մնասներ, Սուրբ ավետարան, իր պատգամները, իր պատվիրանները եւ ասեց ապրեք դրանցով։ Բազմապատկեք, շատացրեք առաքինությունները, շնորհները, Աստծուց ստացած դիրքերը։ Եվ ինքը գնաց երկինք, որպեսզի գա իր թագավորությամբ։ Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ եկեղեցական հայրերն ասում են, այ մի քանի օր մնաց արդեն Քրիստոսի ծնունդը կնշենք, իր առաջին գալուստը եկավ որպես ծառա, հասարակ, ծնվեց ախորի մեջ, ոչ մեկ չիմացավ, միայն հրեշտակները իմացան եւ միայն հրեշտակները մի քանի հովիվներ լուր տվեցին այս մասին եւ Աստղը հայտնեց հեռավոր մոգերին, այսինքն որպես թագավոր չեկավ, որպես ծառա եկավ։ Բայց երկրորդ անգամ Քրիստոս պիտի գա որպես թագավոր, դատելու ողջերին
եւ մեռածներին։ Աստված մեզ բոլորիս ինչ որ բաներ ա տվել, շնորհներ ա տվել, մնացներ ա տվել, եւ այդ մնացները մենք պիտի այնպես օգտագործենք, որ հետո կարողանանք իր առաջ կանգնել։ Այստեղ 3 ծառայի օրինակ ա բերում, ասում է առաջին ծառան մի մնասը այնպես գործի մեջ դրեց, այնպես շահարկեց, որ տասնապատկեց։ Եվ երբ Տերը եկավ, ինքը տասնապատիկը ներկայացրեց, ասեց քո մի մնասի դիմաց ես 10 եմ ստացել։ Երկրորդը հնգապատկեց։ Երրորդը ինչ որ ստացել էր, տենց էլ պահեց, ասում է ծրարի մեջ փաթաթված պահել էի, թաշկինակի մեջ բերում եմ վերադարձնեմ քո տվածը քեզ, որտեվ խիստ մարդ ես, վախենում էի քեզանից, որ հանգարց կկորցնեմ, հանգարց չեմ հաջողի եւ ոնց պիտի պատասխան տամ։ Ես այստեղ ուզում եմ կենտրոնանալ հոգևոր կողմի վրա։ Աստված ուզում է, որ մենք հոգևոր առաքինությունների մեջ զորանանք, որտեղ մենք կարանք տարբեր ուղղություններով զոնանալ։ Այս աշխարհի մեջ մեկը մեծ փառքի ու պատվի հասնի, մեկը գիտության մեջ մեծ նվաճումների հասնի, մեկը բիզնեսի մեջ, գործարարության մեջ մեծ հաջողությունների հասնի, միլիոնատեր, միլիարդատեր դառնա։ Բայց դատաստանի օրը, որ պիտի գնանք Աստծո առաջ կանգնենք, չի ասելու դու միլիարդ ունես, պիտի ասի դու մարդ ես եղել, թե մարդ չես եղել։ Չի ասելու դու ակադեմիկայի աստիճան ես ստացել, պիտի ասի դու մեղքերից հրաժարվել ես, թե չես հրաժարվել։ Մարդ ես եղել, թե մարդ չես եղել։ Դու Աստծո պատվիրանները պահել ես, թե չես պահել։ Չի ասելու դու աշխարհահռչակ սպորտսմեն էիր, կամ երաժիշտ էիր, կամ արվեստագետ էիր։ Քրիստոսն ասում է գանձեր դիզեք երկնքում։ Իսկ երկնքում գանձերը ոնց է դիզվում։ Այս աշխարհի մեջ ապրած առաքինի կյանքով։ Ասում է եթե մեկին մի բաժակ ջուր ես տվել Քրիստոսի անունով, երկնքում վարձք ես ունենալու։ Այսինքն բարի գործ ես արել, առաքինություն ես արել, ծարավին ջուր ես տվել, սովածին հաց ես տվել, մերկին հագցրել ես, անօթևանին օթևան ես տվել։ Ով որ առաքինացավ այս աշխարհի մեջ, հնգապատիկ, տասնապատիկ շահեց իր առաքինությունների մեջ, մեծ բաների պիտի արժանացնի Աստված։ Մեկին ասեց 10 քաղաքի վրա եմ կարգում քեզ, որովհետև դու տասնապատկեցիր այդ արծաթը, որ ունեիր, մյուսին ասեց 5 քաղաքների վրա եմ կարգում, որտեվ դու հնգապատկեցիր, մյուսին էլ ասեց ձեռքից վերցրեք, որտեվ ինքը արժանի չէր։ Այս 5 քաղաք, 10 քաղաք ինչ է, այսինքն մարդը պիտի արժանանա երկնքի արքայությունում, շնորհների, մեծությունների։ Այո, երկնքի արքայությունում էլ բոլորի վարձքը նույնը չի լինելու։ Մի պարզ քրիստոնյա, որ մտել է երկնքի արքայություն, եւ մի սուրբ, որ մտել է երկնքի արքայություն, նույն դիրքում չեն լինելու։ Տարբեր աստիճան են ունենալու, որովհետեւ մեկը շատ աշխատեց, մեկը հազիվ կարողացավ փրկվել, իսկ մյուսը ոչ միայն ինքը փրկվել, այլ նաեւ բազմաթիվ հոգիների փրկության պատճառ եղավ։ Իր սրբությամբ, իր առաքինությամբ, իր աստվածասիրությամբ, իր նահատակությամբ, իր կյանքը ընծայելով Աստծուն։ Բայց նրանք, ովքեր առաքինության ոլորտում կամ առաքինությունների մեջ չեն աշխատի, միայն այս աշխարհի հոգսերով կզբաղվեն, այդ վերջի ծառայի նման կլինեն, որ ձեռքներից կառնվի եւ իրենք ոչինչի չեն արժանանա, չեն մտնի երկնքի արքայություն, որտեւ կյանքը տրված է, որպեսզի մարդը այս կյանքի ընթացքում սրբվի, մաքրվի, ասում է ձեզ կանչող սուրբի պես սուրբ եղեք, այսինքն Քրիստոսի օրինակով մենք ջանանք սրբանալ։ Բնական է մենք սուրբեր չենք, բայց սրբության ձգտում ամեն մեկը պիտի ունենա եւ ճիքեր պիտի գործադրի դրա համար։ Ասում է կատարյալ եղեք
ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Կատարյալ մարդ աշխարհի մեջ չկա, բայց շատ մարդիկ կան, որ ձգտում են այդ կատարելության տիպարին։ Ասում է Քրիստոսի կատարյալ հասակին ձգտեք, Պողոս առաքյալը, այսինքն ինչպիսին Քրիստոսն էր, ջանացեք այդպիսին լինել։ Այս առակը այսօրվա համար պատշաճ է, ամեն տարի տարեվերջին այս առակը կարդում ենք, որտեվ սա վերջի կիրակին է այս տարվա։ Էլ կիրակի չունենք։ Եթե 52 կիրակի ուներ այս տարին, ուրեմն 52-րդ կիրակին է այս տարվա։ Ինչի՞։ Որովհետև տարեվերջը մեզ հիշեցնում է հաշվետվության մասին, հիշեցնում է մեր կյանքի վերջի մասին։ Մի օր էլ մեր կյանքի վերջը պիտի գա, մեր կյանքի տարեվերջը պիտի գա, եւ մենք պիտի կանգնենք Աստծո առաջ եւ պիտի ասի՝ «Ելա բեր տեսնեմ մնացներդ ինչ ես արել։ Ես քեզ մնացներ էի տվել, ինչ արեցիր, ինչ շահեցիր, ինչ կորցրիր»։ Եվ տարեվերջը այդ առումով շատ օգտակար է մեզ համար։ Հիմա այդպիսի բան կա համալսարաններում, երբ որ ես սովորում էի, այդպես բաներ չկար։ Հիմա ասում են միջանկյալ քննություն։ Մինչև քննությունները ինչ որ արանքում քննություններ, որ պատրաստվեն այն մեծ քննությանը։ Այդ միջանկյալ քննությունը հիշեցնում է, որ վերջում քննություն է լինելու։ Այս տարեվերջերը մեզ համար ոնց որ միջանկյալ հաշվետվություններ լինեն, այլ մեծ հաշվետվությունից առաջ, որ մենք պիտի կանգնենք Աստծո առաջ։ Եվ ամեն անգամ տարեվերջին մենք պիտի մտածենք։ Մենք ինչ արեցինք մեր մնացները։ Այս տարվա ընթացքում, որ ապրեցինք այս տարին, ավելացրինք թե պակասեցրինք։ Հələ այս կողմը թողնենք, հələ մնացները մի կողմ թողնենք։ Ուրիշ կողմից նայենք այս տարվան։ Այս տարվա մեջ մենք մեր մեղքերը պակասեցրինք թե ավելացրինք։ Սենց որ նայում ենք, տխուր պատկեր է ստացվում։ Շատ տխուր պատկեր է ստացվում։ Նայենք այսօրվա մեր իրավիճակին, եկեղեցու հետ կատարվող բաներին։ Տխուր է պատկերը։ Ինչու է այդպես։ Մեր մեղքերի պատճառով է տենց։ Մենք պիտի ամեն մեկս մեր մեղքի իրական, մեր մեղքի տեղը, չափը, բաժինը տեսնենք այդ ամեն ինչի մեջ։ Որտև եթե մենք լավ քրիստոնյաներ լինենք ամեն մեկս, այսօր այս վիճակը չէինք ունենա։ Այս վիճակը իմ շտկելու բանը չի։ Աստված միշտ թույլ է տալիս ինչ որ վիճակներ լինի։ Օրինակ հայրը անառակ որդուն զորով չպահեց տանը։ Երբ որ ուզում էր գնար մեղքի աշխարհ, գնար մեղքերի մեջ շաղախվեր, բաց թողեց, ասես դե գնա, որ գնում ես գնա։ Ինչի համար։ Որպեսզի ընկնի, այնքան ընկնի, մինչև խոզանոցում ապրի։ Սկսի խոզերի, այս վիճակը Աստված թույլ է տվել, որ լինի։ Եղջերենու պտղով կերակրվի։ Ու որ նոր հասկանա, թե ինքը որտեղից անգել, ուր է հասել, եւ հիմա ինչ պիտի անի։ Հիմա մենք էլ տենց գահավիժում ենք։ Չգիտեմ, ոնց որ թե հələ չենք հասել այդ խոզերի վիճակին։ Հələ ամենատակը չենք հասել, ուրեմն էլի տեղ ունենք ընկնելու։ Ինչի եմ ասում չենք հասել, որտեվ երբ որ մարդիկ հասնում են ամենատակին, սթափվում են։ Մենք չենք սթափվում։ Մենք շարունակում ենք մնալ նույն վիճակի մեջ։ Ես ասացի, որ ես չեմ կարող փոխել այս վիճակը, այո, եւ որևէ մի մարդ չի կարող փոխել։ Որտեվ մարդը շատ մեծ իշխանություն չունի այս բաները փոխելու։ Այս բաները հրամանով չեն փոխվում, այս բաները որոշումներով չեն փոխվում, այս բաները օրենքներով չեն փոխվում։ Այս բաները փոխվում են մարդու փոփոխությամբ։ Իսկ հիմա եկեք մի հատ լուրջ նայենք։ Մեզանից որ մեկս իշխանություն ունի իր կնոջ կամ իր ամուսնու վրա փոխելու, կամ իր զավակի կամ իր ծնողի վրա։ Չունենք ոչ մեկս։
Ոչ մեկս մեր կնոջը կամ մեր ամուսնուն կամ մեր զավակին կամ մեր ծնողին չենք կարող փոխել։ Բա եթե չենք կարող այս աշխարհը ոնց կփոխենք, եկեղեցին ոնց կփոխենք, մեր երկիրը ոնց կփոխենք, մեր ժողովրդին ոնց կփոխենք։ Մենք մի իշխանություն ունենք։ Էն էլ չենք գործադրում, մեզ փոխելու։ Մեր փոփոխությունը, մեր փրկությունը պիտի լինի, երբ որ ամեն մեկս ոչ թե կողքերը նայենք, ոչ թե ուրիշներին ասենք, փոխիր, այս արա, այլ ամեն մեկս մեզ փոխենք։ Տեսնում ենք մեր թերացումը, աշխատենք այդ թերացումը վերացնել։ Տեսնում ենք մեր մեղքերը։ Այո, մենակ մենք ենք տեսնում մեր մեղքերը։ Ասում եմ մի հավատացյալ տարեցկին գալիս է եկեղեցի, ասում է Տեր հայր, գիշերը երազումս Աստծուն եմ տեսել։ Դե Տեր հայրը ինչ գիտի, Աստծուն է տեսել, թե տեսիլք է տեսել, թե խապկանք է տեսել, թե դևն է հայտնվել այդ կնոջը խապել, իբր թե Աստծուն է տեսել, եւ Տեր հայրը որպեսզի այդ կնոջ օգնի, ինչ ասում։ Ասում է մյուս անգամ որ կտեսնես Աստծուն, իրեն հարցրու ասա, Տեր Աստված, դե մեր քահանայի մեղքերն ասա։ Եթե կասի իմ մեղքերը, կգաս կասես, ուրեմն կիմանանք, որ իսկապես Աստծուն ես տեսել, որտեվ իմ մեղքերը ոչ մեկ չգիտի, մենակ Աստված գիտի։ Այս կինը գնում է, մի ամիս հետո նորից գալիս է եկեղեցի, Տեր հայրը ասում է, ի՞նչ է, քույրիկ ասում է, նորից տեսար Աստծուն, հա, ասում է, տեսել եմ։ Ասում է, հարցրիր, ասում է, հարցրել եմ։ Ասում է, պատասխանեց, այո, ասում է, պատասխանեց։ Ասում է, ինչ ասեց Աստված։ Աստված ասեց, կգնաս քահանային կասես, ես քո մեղքերը մոռացել եմ։ Քահանան ասում է, ճիշտ է, որ դու Աստծուն ես տեսել։ Որտեվ Աստված մեր մեղքերը չի հիշում։ Ուզում է, որ մենք խոստովանենք ու ինքը մոռանում է։ Չի հիշում եւ երբեք չի հիշացնում մեր մեղքերը։ Հիմա այս ինչ է։ Մենք գիտենք մեր մեղքերը եւ Աստված գիտի, որը մեր մեղքերի վրա աշխատենք։ Աշխատենք մենք փոխվել, մենք առաքինանալ, մենք հոգևոր մարդ դառնանք, մենք մնասներ ձեռք բերենք, որ Աստծո դատաստանի ժամանակ մնասներով կանգնենք Աստծո առաջ։ Մենք չենք կարող ներկայանալ Աստծո առաջ, ասենք, գիտես, 3 հատ տուն եմ ձեռք բերել իմ կյանքի ընթացքում, 5 հատ մեքենա, դիսերտացիա եմ պաշտպանել, 7 հատ դիպլոմ եմ ստացել տարբեր համալսարաններում։ Աստված պիտի ասի, բա ես մի օր սոված քո կողքով անցնում եի, ասի սոված եմ, հաց կտաս, թողեցիր գնացիր։ Ինչի՞ս է պետք քո դիպլոմները, կամ ինչի՞ս է պետք քո տները։ Բա ո՞նց պիտի առաքինանանք։ Աստված պիտի մեզ առաքինացնի։ Իսկ մենք պիտի խնդրենք դրա համար։ Շատ պիտի աղոթենք։ Այսօր, որ պատարակը սկսեցինք, ես շատ տխուր էի։ Այս ամեն ինչի համար, ինչի մասին խոսում եմ։ Շատ տխուր էի, որ բարձրացա խորան։ Բայց հետո որ աշխարհ գալոցն եկա, որ վարակույրը բացվեց, իջանք թափորով պտտվեցինք։ Այնքան ուրախությամբ լցվեցի, որտեղ մենք բոլորս միասին մնասներ ենք, որ հավաքվել ենք այսօր Աստծո տան մեջ եւ միասին աղոթում ենք, պատարակ ենք անում։ Այս մնասներն է ուզում Աստված։ Եվ մի տեսակ ուրախությունը եղավ, որ չէ, լրիվ անմնաս չենք, մի քիչ մնաս կա։ Մենք ենք այդ մնասները, որ այսօր եկեղեցում ենք։ Թող այս մնասը շատանա, թող ամեն օր դառնա այս մնասը, թող ավելի լցվի եկեղեցին, այնքան լցվի, որ եկեղեցիներում տեղ չլինի, թող պատարակները ամեն օր լինեն, աղոթքները, Աստված պաշտությունը ամեն օր լինի, ինչի համար, որտև մեր կյանքի նպատակն է այդ ամեն ինչին այնպես վարժվել, որ մենք առանց դրա չկարողանանք ապրել, որովհետև երկնքի արքայությունում ուրիշ բան չկա, այնտեղ մենակ Աստված պաշտությունն է։ Եթե մենք հիմա խուսափում ենք Աստված պաշտությունից, ուրեմն մեր ժամանակը չի հասել երկինք գնալու։ Որտև մարդը այնքան պիտի դրա մեջ լինի, որ ինքը ուրիշ բան չուզի։ Թատրոն գնալ չուզի, կինո գնալ չուզի, ֆուտբոլ նայել չուզի, չգիտեմ, քեֆի, հարսանիքի, ռեստորան գնալ չուզի, ինչ ուզի։
ուզի պատարագի լինի, ուզի աղոթք անի, ուզի Աստվածաշունչ կարդա։ Այս մարդիկ են հասնելու երկնքի արքայության։ Որտեղ Պողոս առաքյալն ասում է երկնքի արքայությունը ուտելիք կամ ըմպելիք չի, սեր, խնդություն, խաղաղություն է Սուրբ Հոգով։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքից հետ լինի, ամեն։